Ավինյանը հայտնվեց նոր խայտառակ սկանդալի կենտրոնում։ Սերժի հետ տեսնում եք։ Ոչ սերսացիան չենք տեսնում։ Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը մեղադրում է երկրի վարչապետին։ Ում ինչ պատրաստվում են երկրորդ անգամ կրակելու։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, սիրում ենք, հարգում ենք, հպարտանում ենք Արա, չէ, ուրիշ տեղ ալել եմ։ Մի խոսքով, դուք էլ մեզ սիրեք, հարգեք եւ միացեք բաժանորդագրվեք Patreon-ին, որտեղ մենք մեր դիմակները պատրում ենք ու իրականում ստեղծվում է որ sense նարեկ բան սաղի բոլոր հարցերի շուրջ համաձայն եք, չէ, իրար վրա մեր շոկով ցեխ ենք շպրտում, որտեղ լիքը հարցերում այնտեղ sense միասես ոչմ shit show։ Ոչմ այդ կուլիսների են հետևն է, որ sense կարողանալ։ Բայց նաև հարգում ու հպարտանում ենք մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը, որը բռնել է Հայաստանում, եկա ձուլարան է կառուցել գերմանական ստանդարտներով։ Դա ձեզ խուխրի մուխրի չի, որը շատ վատ անջում հայերենով։ Մի խոսքով, գտեք հայկականը ու ձեր օջախները կառուցեք պինդ GTB holding-ը ստեղծ արմատուրաներով։ Լավ լուր Sky Motors-ը, որը հանդիսանում է GMC, Mazda-ի եւ Suzuki-ի ներկայացուցիչը ունի նոր հասցե։ Կարող եմ միանգամից չզգաք ինչի ասա լավ լուր, դրա համար բացատրեմ։ Կա ընդհարցակ սպասարկման սրահ, որտեղ ձեզ շատ լավ կսպասարկեն։ Եթե էլի չհասկացաք այս լավ լուրի լավլիները, ապա ասեն, որ ունեն նաեւ ներկման ծառայություն։ Համեցեք, շտապեք, հասցեն Թբիլիսյան 20, նոր հասցե։ Եվ այսպես Ավինյանը հայտնվեց նոր խայտառակ սկանդալի կենտրոնում։ Հոպսս միանգամից դառը լուրերով դույլը չենք լցնում մարդկանց գլխին, հարթումը նոր ասկսում, մի հատ պոզիտիվ։ Որովհետև Երևանի ծնունդը անցավ խայտառակ ուրախ ու սկանդալային հավես, կթողնես ես վերջացնեմ, Նարեկ։ Ուղղակի խառնեցի։ Հարացես։ Բայց սա միակ խայտարակությունը չէր, նաև պատրվեց Ավինյանի դիմակը ու պարզվեց, որ նա իրականում Երևանի քաղաքապետը չէ։ Ոնց, այսինքն են դոգի ձայները են, որ տվել էին իրան հետ են վերցրի, հա։ Պարզվեց, որ նա ոչ թե քաղաքապետ է, այլ party animal, հետո նոր քաղաքապետ, Տժացո Ավինյան։ Լավ իմաստով ձեր երևել բացված։ Հայեր։ Այո, պարզվեց, որ Ալբերտ Սիմոնյանի համերգի Ալբերտ Սիմոնյանի։ Ալբերտ Սիմոնյանը։ Շաբադաբադաշ դաշ ծաղիկներ։ Okay, եւս մեկ դիմակ պատրվեց, պարզվեց Թաթայի։ Անապատի արև։ Թաթա իրական Ալբերտա։ Փորձում ենք շատ նուրբ դա ինտեգրենք, որ на самом деле он Ալբերտ։ Ալբերտի համերգին եկել էր 3 անգամ ավելի շատ, քան System of a Down-ի համերգին։ Ավելի շատ, քան Սոադի համերգին։ Այո, այնքան շատ մարդ, որ նույնիսկ մետրոյի մեջ չէին տեղավորվում։ Wow, բոլորը գոհ են, բոլորը ուրախ են, բացի մեկ հոգուց ում դատախազությունը մեղադրեց մեծ չափերի գողության մեջ։ Եվ այդ մեկը Ավինյաններ, ինչ մեղադրանք էր։ Նա մեղադրվում է Ալբերտ Սիմոնյանի փառքը գողանալու մեջ։ Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, իմ անուշին միա։ Երևանի բոլոր սկանդալները այսենց հավես անցնեն, ինչքան լավ կլներ։ Բայց այս մեկը մի փոքր նաև տխրեցվեց, որովհետև հետքը մեղադրեց Ավինյանին սուտ խոսալու մեջ։ Սուտ խոսալու, որ Երևանի փարթին չէր կարա ավելի լավ անցներ։ Այո։ Սուտ խոսալու, որ party animal չի Ավինյանը։ Այո, պարզվեց սուտը, որ Ավինյանը party animal չի։ Բայց նաև պարզվեց սուտ էին Ավինյանի շատ ասածներ Անիֆի մասին։ Բայց նաև սուտը, որ party animal չի։ Բայց Անիֆի պահը էլի լիքը սուտ։ Ինչ վերաբերում է
ղեկավարին, Անիֆի այդ ծրագրի ղեկավարին, Կարինեին Անդրեասյան։ Կարինեին Անդրեասյան դա իր հետ ես ծանոթացել եմ այդ տարի։ Իմ կինը Կարինեի հետ Անդրեասյան ծանոթացել է հենց այդ տարի։ Այսինքն հենց այդ նույն տարվա մասին է խոսքը, երբ որ ինքը նշանակվել է Անիֆի այդ ծրագրի ղեկավար։ Ավինյանի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն չի համապատասխանում։ Ուզում եք ասեք, որ Ավինյանը մի եկա 2807 տարեկան քաղաքի պետը փոքրիկ մոտի տանում։ Ավելի մի դրամատիզացրու։ Ես էլ բարեկամներ կստեմ, եթե ասեմ, որ չեմ ուզում իմանալ մանրամասները։ Նրա կինը շատ ավելի վաղուց է ճանաչում Կարինե Անդրեասյանին։ Ավելին, նրանք ընկերուհիներ են։ Քաղաքապետի այս հայտարարությունը հերկվում է նրա կնոջ Մարիամ Պահլավոնու եւ Կարինե Անդրեասյանի համատեղ լուսանկարով, որն արվել է Փարիզում։ Լուսանկարը հրապարակվել է Instagram-ում 2022 թվականի հոկտեմբերին, այսինքն CFW-ի հիմնադրումից եւ ներդրում ստանալուց 7 ամիս առաջ։ Դե Ավինյանը կանխատեսել էր, որ տենց կարակ մտածեք, դրա համար իր սուտը շատ գեղեցիկ ու կոռեկտ ձև էր ձևակերպել։ Չի ասում հենց այդ ստորագրեցին Անիֆի այդ բանը, հետո նոր ծանոթացան։ Չի ասում այդ նույն տարվա մեջ, այսինքն տեսականորեն կարար մի քանի ամիս շուտ ծանոթացած լիներ ու մի անգամից գնային Փարիզ, ասեմ իրականում իդեալական կրուտիտի տեղա թողել։ Նենց որպեսզի Ավինյանի ասածը կատարյալ սուտ լինի, պետք է գոնե մի տարի շուտ իրար հետ ծանոթացած լինեին։ Այդ երկու sense միասին Փարիզ գնացած պատրոգեք որ նոր ծանոթացան ու Փարիզ մի անգամից։ Ավելին, Մարիամ Պահլավոնին եւ Կարինե Անդրեասյանը 2021 թվականին հիմնել են համատեղ ընկերություն, որտեղ մինչ օրս համասեփականատեր են։ Սա նշանակում է, որ նրանք միմյանց ճանաչում են առնվազն 2021 թվականից։ Okay, в общем, մեր party animal-ը սուտա խոսացել։ Բայց հետո ջոգելա որ կարողա բլթացրած լինի ու Ասուլիսի ընթացքում Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ինքն ու իր կինը Կարինե Անդրեասյանի հետ ծանոթացել են հենց այն տարի, երբ սկսվել է CFW-ի ծրագիրը, այսինքն 2023 թվականին։ Րոպեներ անց նա ինքն իրեն հերքեց ասելով, թե չի հիշում կինն ու Կարինե Անդրեասյանը երբ են դարձել բիզնես գործընկերներ։ Փոքր մի հատ գործունեության մասին է, որը նույնիսկ ես ինչքան գիտեմ, ուզում են բան անեն, ավարտեն։ Փոքր բիզնես է, sense մանր միկրոչիպեր են երևի արտադրում, ինչ որ sense նանո կոմպյուտերների համար փոքր մանթաշ գյուղում։ իրականում կիբեր անվտանգություններ, բայց այնքան հայերով նավսեցիք, որ հա, հիմա էտել ուզում են փակեն, լավ է։ Ամեն դեպքում ինձ թվում է շատ լավ միտք է շտապ փակել բիզնեսը Անդրեասյանի հետ։ Ինչի։ Այս տարվա օգոստոսի 15-ին դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Անիֆի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, Ձեռնարկատեր Պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ ֆոնդի կառավարիչ ընկերության նախկին տնօրեն Բելա Մանուկյանի եւ CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Այսինքն քաղաքապետի կնոջ ընկերուհու օրթախի վրա գործ են բացել, միջազգային հետախուզություն են տվել ու հիմա նոր ինքը մտածում է չբռնեմ ավարտեմ այս բիզնեսը, ոնց Կան լավ պերսպեկտիվաներ չեն։ Հա, երևի շատ շուտով բան նստող մարդու հետ բիզնեսը երևի լավ ժամանակ է ավարտելու։ Այն ընթացքում մեկ այլ գործիչ, ով իդեպ ոչ մի անիվ պրավալ չի տվել, մի հատ էլ իր գրպանից $50 միլիոն ա դրել, որ կրկեսը վերաբացվի ու վերազինվի, որը իդեպ ուզում են իր ձեռքից խլեն։ Շարունակվում է դատվել թարմ հոդվածներով ու չնայած դրան Վերջին 1.5 ամսվա ընթացքում արձանագրած հաջողություններն ու արդյունքներն է ամփոփում մեր ձևով շարժումը։ Այս ընթացքում 5000-ից ավելի կամավոր է միացել շարժմանը։ Մեր ձևով շարժմանն է միացել նաև տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն։ Նույնական կոֆեա դրա համար չմսացրեցի, բայց հեյ, այդ вообще-то Նիկոլը չէր խոստացել Աճեմօղլուին բերի, որ բեգա զարգացնի մեր տնտեսությունը։ Հա, բացառ մեր ձևով սկսում է իրականացնել Նիկոլի չիրականացրած խոստումները։ Ինչ թվում է հեսա Սերժ Թանկյանն էլ կբերեն Կարապետյանենք սեն սիրուն մի հատ տուն կտան Աչափնյակի մետրոյի կողքը, որը նաև հեսա արագ իրանց ձևով կսարքեն Արսինե Խանջյանն էլ հետը կապրեն։ Արսինե Խանջյանին պետք է երրորդ քաղաքացի։ Ես ասում երրորդ անգամի կոլեկցիա ակում քաղաքացիությունների։ Իսկ նիբանդերի մյուս ուժերից ում հետ են տեսնում համագործակցությունը։ Սերժի հետ տեսնում եք։ Ոչ, Սերժ Սարգսյանին չենք տեսնում։ Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ։ Քոչարյանի վրա ոնց որ մի քանի նանովարկյան ավել մտածեց։ Ով մնացել տակը։ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ձեռնպահ կմնամ պատասխանել այդ հարցին։ Էդմոն Մարոկյանի։ Եվս ձեռնպահ կմնամ պատասխանեմ այդ հարցին։
Հապա մի վարքան խեք Էդմոնի ժամանակ նկարը բարձրացնում։ Կա մտավախություն, որ մարդիկ չիմանան, որ Էդմոնի մասին Մյուս հայտնի Էդմոնների հետ խառնեն, рэպեր Էդմոնը, DJ Էդմոնի հետ խառնեն, Էդմոն բոն քանդակագործ Էդմոնի հետ շատ են։ Կարող է օղորմատիկ Ֆելիքս Էդմոնդովիչի հոր Ձերժինսկու հոր Էդմոնի հետ խառնեն։ Մի խոսքով Էդմոն Մարուկյանը հիմա լրիվ ուրիշ կալիբրի մեջ է։ Շփումներ կան մեր ձեւով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը չի բացառում համագործակցությունը կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած մեր ձևով շարժման հետ։ Չի բացառվում, եթե մի քիչ ճիշտ պահի իրանց ձևը, իրանց, ապա գուցե եւ Մի քիչ ժամանակ է պետք, որ մեր ձևով հասունանա ու հասնի Էդմոն Մարուկյանին, հետ պետք է սպասել։ Այս փուլում այդ մասին ասելիք չկա եւ նաեւ բազմիցս եղել են տարբեր հարցազրույցներ, որտեղ ես չեմ բացառել համագործակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ։ Այո, մսյո Մարուկյանը մի քանի հարցազրույց հատվել, որոնցում չի բացառել համագործակցությունը։ Գնացեք եւ նայեք այդ հարցազրույցները։ Հասկացանք։ Ով է լինելու իրանց վարչապետի տեխնացուն։ Իրանց տեխնացուն Նարեկը չի։ Ես։ Տիպդ կտրվի, սատ կես դու թաղեմ կես։ Մամայի սիրած։ Ապա ես չեմ ելնի։ Իմ մասին։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստանում է վարչապետի իրենց տեխնացուի անունը հրապարակել 3 ամիս հետո, երբ կուսակցությունն էլ կլինի։ Վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ տեխնացուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն։ Так, Սերժն ու Քոչարը միանգամից ավտոմատ դուրս են գալիս այս ձևակերպման պատճառով, ով մնաց տակը։ Կարող է Կարեն Կարապետյանն է, որ ակնհայտ Կարապետյան։ Արա դե մի սփոյլեր է, էլի, մի սենյակում մեր խոսացածը մի հանի։ Շատ ակնհայտ է։ Իսկ ինտելիգենցիայի հետ համագործակցություն լինելու է։ Իմ հետ։ Հողեմ գլուխը, հոգդ կտրվի, ձեռքերդ չորանան, ականջդ վարս դառնա։ Այդ մեկ էս հորնեցի։ Որովհետև ես եմ ազգի էլիտան։ Ես եմ Էլեոնորա Մանանտյանս։ Դե ինքն էլ իր ձևով է փորձում պայքարել, այսինքն գլոբալ առումով մեր ձևով իր ձևովի մեջ է։ Լավ, մի փոքր ծրվենք, հա, հայ-ամերիկյան աղբերությունը շարունակում է խորանալ ու խորանալ։ Յա։ Եթե նկատել եք օրեր առաջ, օրինակ ես հանդիպել եմ Starbucks ցանցի տարածաշրջանային տնօրենի հետ։ Այ դու նկատել ես, որ Պապոյանը Starbucks-ի ներկայացուցիչի հետ է հանդիպել։ Երևի աչքս կպել էր, սպրդել է դա իմ աչքից։ Ես սովորել որ պրոստը հանդիպում է, որպես այս հաղթոնու աղսուշություն ներկայացնել։ Նկատել եք, որ հանդիպել եմ։ Բացվի, թող սկսեն սարքել լավ Starbucks-ը, նորը ծախեք մեր վրա, բայց օրինակ trip-ը, հեսա աշխատելու է ու trip-ը նայեք ինչ բոնուսներ է բերելու։ Չնայած Քոչարյանը ասում էր, որ դա զուտ Ամերիկայի ճամփան է ելնելու։ Հա, բայց Քոչարյանը նաև ասում էր, որ ընտրությունները չի կեղծել, so, you know, Պապոյան Մենք ճանապարհ չենք տալիս, մենք ճանապարհ ենք կառուցում Հայաստանի Հանրապետություն։ Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, դա մեր ճանապարհն է, մեր։ Ինչպես ասում էր հորեղբայրը Լուիս Քերել, եթե մի բան 3 անգամ ես ասում, ուրեմն դա ճիշտ է։ Քոչարյանը ընտրություններ չի կեղծել։ Ուրեմն դա ճիշտ է։ Եզուկ մնացեք մեզ հետ։ Երկրորդ մասում հանդիպում են կրկին Թրամփը, Փաշինյանը, Ալիևը, Գյումրի քաղաքապետը ահազափրկության կոչ է բոլորիս հնչեցնում եւ այլ լուրեր։ Բարեկամներ, շարունակում ենք սոցիալական հոլովակների մեր շարքը։ Եվ այսպես սոցիալական հոլովակների շարքը, շարունակություն։ Մեզանից շատերը ուզում են, ձգտում են, որ մեզանից լավ հոտ գա, ինչը շատ նորմալ է, նորմալ չլինի, եթե հակառակ ուզեինք։ Բայց երբեմն օծանելիքի հարցում մեր որոշ հայրենակիցներ խախտում են մի քանի Ժնևյան կոնվենցիա։ Այդ մարդիկ իրանց վրա ցանում են մի 50 հոգու շնչին հասնող օծանելիք։ Ու տենց մեկ-մեկ մտնում ես լիֆտ, մեկ էլ այնտեղ հանդիպում ես մարդու, ով որ հենց նոր ադիկալոնով վաննա է ընդունել, ուզում ես արա խեղտես նրան նախքան իր ադիկալոնի հոտը խեղտել է քեզ։ Նույնը կարա լինի կաֆեներում, փակ տարածքներում, որտեղ մարդիկ, ովքեր լոգանք են ընդունել օծանելիքով, մտածում են, որ իրանք ինչ-որ լավ բան են արել։ Հիմա հարց.
Ինչ անել։ Միանգամից ընդունեք հորի դեմքի արտահայտություն, որ կողքինս գա, որ ինչ որ բան սխալ է արել։ Օրինակ սենց Իսկ ցանողները թող իմանան, որ արա ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, մանավանդ ձեր օծանելիքը 21-րդ դարն է վերջի վերջո։ լավ լուր, կրթություն, գիտելիք եւ մեշոկով թույն հնարավորություններ սիրողների համար։ London Eye միջազգային ուսումնական կենտրոնը հրավիրում է մասնակցելու միջազգային կրթական էքսպոին հոկտեմբերի 18-ին։ Այնտեղ կլինեն 25 հեղինակային միջազգային կրթական հաստատություններ, որոնք են Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Կիպրոսից եւ Չեխիայից։ Շատ ափսոս կլինի բաց թողնել այս շանսը, նենց որ բաց մի թողեք։ Նախքան կշարունակենք քաղաքական հարդկորը լավ լուր, կապանում փրկարարները կատաղած շան ատամներից փրկեցին երեխաներին։ Մի փոքր մեջբերում հրապարակումից։ Ժամը 16:30-ին դեպքի վայր ժամանելով փրկարարները արագ արձագանքեցին իրավիճակին, կարողացան հանդարտեցնել շանը։ Սերգեյ ջան, ինչի կարդալ հոդվածը, եթե ունենք տեսանյութ։ Ջոգում ես քո վիդեոն вообще հետաքրքիր չի։ Թող կարդամ, հա։ Ապահովելով երեխաների անվտանգությունը, փրկարարները ցուցադրական տեխնիկայի վրա բարձրացած երեխաներին հանգիստ իջեցրեցին եւ իրենց մեքենայով տեղափոխեցին ծնողների մոտ։ Շանը եւս տեղափոխեցին անվտանգ վայր կանխելով հնարավոր վնասները։ Ուրա քո վիդեոյում շունը կա, սպասեք կլինի, շուն ստուդիո։ Ինչ-որ շատ բարի չի, այս սարսափելի, այս վնասակար վախենալու շունը, փողոցային անկանխատեսելի ինչ-որ վտանգավոր շունը։ Արա կուլտուրական լաբրադորան, հենց է նայում, որ դաժե կարող է ոտիդ կանգնի, ներողություն խնդրի վերջում։ Դե այս վտանգ կա, որ կարա երեխեքին գցի ու ախնա լպստի երեխեքին ու խդիկ տա միջև երեխեքը բարձր չկչկժան։ Չէ՞ լուրջ փրկարարներ, խիեք նկարել այս վիդեոն։ Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծեց փրկարարների պատրաստակամությունն ու մարդկային վերաբերմունքը բոլոր կենթանի էակների հանդեպ։ Okay, ինչի փրկարարները այսքան ազատ ժամանակ ունեն, որ պարապությունից sense վիդեոներ են նկարում։ Փրկելու մարդ կա, բայց ոչ այնտեղ, այլ Շիրակում, բոլորս դեպի Գյումրի։ Ուրեմն ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա էր կանգնած։ Ես որ առաջի մեքենան տեսա, ասի տղեկ, սրանք եկել են մեր հետևից։ Դրանց հետո երկրորդը, ասի պատրաստվեք։ Ուրեմն 4 մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են պատահականություն է։ Միանշանակ պատահականություն չէ, ուրեմն կաշկադրություն է։ Հետո ամենազավեշտը նա է, որ ասենք պատկերացրեք, ասում են զրահապատ մեքենան պետք է տանենք, ուրեմն կայի, դե որ իրանց կենտրոն այդ հատվածը, հիմա մենք կայի ենք խոսում այն ժամանակ։ Այսինքն ի՞նչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից։ Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնել, դա նշանակում է ինչ պատրաստվում են երկրորդ անգամ կրակելու։ Նո, ի՞նչ է ուզում ակնարկի Ղուկասյանը, որ իր զրահապատ մեքենան ուզում են տանեն, որպեսզի իր վրա մահափորձ անեն։ Արա ոնց կարելի է մահափորձ անել այդքան աստվածավախ ու իրան այդքան հաճախ նույն նախադասությունում Հիսուսի հետ հիշատակող մարդու վրա։ Վարդան Ղուկասյանը սկսեց ակնարկներ տալ։ Բարև ձեզ, սիրելի հայ ժողովուրդ։ Ես չէի կարող քաղաքական հայտարարություն չանել, որովհետև ազգային ժողովի ժողովում թիվ 1 ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետի հնչեցրած խոսքը, թե հանրային եւ քաղաքական դաշտից պետք է քաղաքապետին դուրս շպրդել։ Եվ ընդհանուր վարդանիկ բառն է վերանից օգտագործում։ Լավ, մահափորձը հասկացանք, բայց վարդանիկ
Դեք մի րոպե, Վարդանիկ։ իսկ թվա բոլորից միած թափվել է, պետք ու միգուցե չարժի մի անգամից այդ մեզրապատ մեքենան տանելը տուգանային կապել անմիջապես վարչապետի խոսքի հետ։ Ի վերջո դուրս շպրտել է կարա տարբեր բաներ նշանակի։ Այսինքն իրեն ինքը հայտարարություն է անում թիվ 1 ամբիոնից եւ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը մենք հասկանում ենք իրավական կոնսուլտացիա են կարել, որ հիմա ես հայտարարություն եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավական ոլորտին, որ հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Կյանքից զրկել։ Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ ի նկատի ուներ։ Так, երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը մեղադրում է երկրի վարչապետին իր կյանքին սպառնալու մեջ, իսկ դուք ասում եք լավ սերիալ չկա նայելու։ Ավելի հեշտ չի ուղղակի կուլտուրական ցիվիլ ձևով վերցնել Ղուկասյանցից մի քանի ավակ, քանի պոկել, դոգավարի էլի մի հատ ավինյան կա անել, ընդդիմությունից բերել ստեղ, գցել ես ջեբը ու հոպա, մեկ էլ փոխեց վլաստը։ Դու երբ դարար դոկտոր Զլո։ Ես ընդամենը խորհրդատվություն եմ տալիս։ Ղուկասյանը վստահ է իր թիմակիցների վրա։ Ես ճիշտ ասած վստահ եմ իմ թիմից վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը ուրեմն Հուդա դարձավ։ Ես ինչ ասեմ։ Ես վստահ եմ, բայց եթե նմանատիպ բան եղնի, ուրեմն մենք էս բան չենք էլի շատ խելոք չենք, ոչ է եսիր ենք։ Ամեն ինչ գիտենք, տեսել ենք, ապրել ենք։ Okay, հերիքա ձեզ ու Հիսուսին նույն նախադասության մեջ շեշտեք։ Գնես։ Հա հենց նույն բանն է ասում, հենց նոր։ Ես էի ասում։ Նարեկն էլ էր կողքից ինչ որ տենց բան։ Հա, երկուսով հենց այդ ենք ասում, հա, կե փոխանցեմ։ Ասում է հանգիստ թողեք Աստվածաշունչը։ Հա, չի կարելի ուրիշ տեղերից մեջբերումներ անել։ Քաղաքական պայքարում Լեոպոլդ Կատվի համերաշխապրելու սկզբունքը պետք է գործի։ Մենք ուղղակի միշտ ասում ենք, «Ребята, давайте жить дружно», հասկանալի է։ Քաղաքական պայքար է օրենքի սահմաններում աշխատեք, մի կուզեցեք սարքեք, կարեք, բանարեք, դա չի լինի։ Դա չի լինի, մենք շատ հզոր մարդիկ ենք, դա մեր վրայով չի լինի։ Այ ավելի լավ է, բայց առհասարակ, եթե մի բան փորձենք կտրվել, որ Վարդան Ղուկասյանն է այս ամեն ինչ ասում, այլ պատկերացնենք երկրորդ ընդդիմադիր մեծ քաղաքի քաղաքապետը ասես սարսափելի բաներ ասում, պետք է ասես սակունցա տրանսպերանսիա խառը մեծ աղմուկ բարձրանա։ Դե բայց այդ աղմուկը չի բարձրանում, որովհետև ինքը Ղուկասյանն է։ Հասկանում եմ։ Չի սիրում։ Բայց եթե դրանից կտրվենք, չեմ կտրվել։ We don't like him։ Սա պետք է Դանիել Լյուանիսյանի level-ին հասներ։ Մինչև ընտրությունները իրենց ենիչերներին ուղարկել էին, ուրեմն պատկերացրեք ավտոմատները դեմ են տալիս աբագուս վրա ու ասում են ու բան են անում, զարաժատ այդպես ռուսերեն ասան, լիցկավորում էին, որ հիմա կխփենք, եթե դուրը չբացես կամ ասենք այս սևի։ Այսօր մեկ եմ արել։ Ու պատկերացրեք ինձ գցեցին գեդին, հետո շղթաները կաբեցին թևս, հետո մեկ ավտոյի մեջ չթողեցին, որ նստեին, քաշին գցեցին այդ հադագին մեքենայի։ Այսինքն շներին այդ ձևի չեն մոդենում։ Այս բաշի պոզուկները։ Okay, շատ դժվար է նկալել, հավատալ, որ սա Վարդան Ղուկասյանը ասում, դե բայց պետք է ինչ որ մեկը զբաղվի նաև այս հարցով գնա հասկանա։ Այդ դասքում Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Շարմ էլ Շեյխ։ All inclusive, diving անելու է, $1 անցներ վերցրել է հետը, որ իրան թակավոր զգա։ Всё, հանեցիր մեջիցը։ Շարմ էլ Շեյխը շատ էլ լուրջ տեղ է։ Տարին մի անգամ, երբ որ սեզոնը չի։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հյուրերի է դիմավորում Շարմ էլ Շեյխի միջազգային համաժողովների կենտրոնում, որտեղ անցկացվում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը։ Ավելի քան 20 երկրի առաջնորդ է մասնակցում գագաթնաժողովին Միացյալ Նահանգների ու Եգիպտոսի նախագահների հրավերով։ Այսօր մենք նշում ենք ոչ միայն խաղաղության վերականգնումը, այլև նոր դարաշրջանի սկիզբը։ Դարաշրջան, երբ ժողովուրդները չեն մոլորվում ատելության եւ բռնության մեջ։ Մենք նոր ժառանգություն, համագործակցություն կկառուցենք Հայֆայից Բեյրութ, Երուսաղեմից Դամասկոս, Իսրայելից Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Պակիստան, Հայաստանից մինչև Ադրբեջան։ And Armenia to Azerbaijan, another war that I just settled. Այդ Կամբոջան ու Ալբանիան մոռացավ, հա? Արա դե լավ, մարդը մի անգամ Okay, երկու
Շատ անգամներ գուցե սխալվել է, բայց ոչ մի առիթ չի բաց թողնում, որ մի հատ հիշի մեզ։ Հա? Ոչ մի առիթ։ Armenia. Այստեղ են Հայաստանը, Ադրբեջանը, այն փոքրիկ պատերազմը մենք կանգնացրեցինք, են նստած են, հələ նայեք իրանց։ Երբ իրանց հանդիպեցի Օվալ գրասենյակում, մի 31 տարի պատերազմում էին, կամ տենց ինչ-որ մի խելարթիվ։ Մեկը նստել էր սեղանի մի կողմը, այն մեկը մյուս, երբ վերջացրի, արդեն գրկում էին իրար։ Նայեք իրանց, ընկերներ են արդեն, ուզում եմ շնորհակալություն ձեզ հայտնել։ Արա երբ են գրկվել, ջոգում եք սուտ ախոսում նույնիսկ այն պահերի մասին, որ ուղիղ եթերում միլիոն հոգի տեսել է։ Ladies and gentlemen, please remain in your seats until the leaders have departed the room. Thank you. Հիմա մեծ մարդը կարողա չի շումաոնները շնորհակալ եղնենք, որ Կամբոջա ու Բութան չի ասել։ Okay, լավ, բոլորս հասկանում ենք, չէ՞ որ այդ ստորագրում չէր, նախաստորագրում էլ չէր։ Ուղղակի ասեց ինչ-որ ես իմ ինչ էր դա։ Ինչը չի խանգարում Թրամփին այդ դրվագը իշել ամեն առիթով։ Ամեն առիթով։ Azerbaijan. Քիչ առաջ իր համար պատերազմ կանացրեցի, Ադրբեջան, ուր այն քո հայրենակիցը։ Հենա, դուք յոլա գնում եք, չէ՞ դեռ։ They fought for 32 years. Compatriot, հայրենակիցը, այդ չար ունենք մենք չենք տենց թարգմանում, այդ Թրամփն է տենց ասել։ Մի հատ ապահովության համար մարդես կարող է մենք բրսվում կոնկրետ այս compatriot դասի ժամանակ չեն գնացել։ Նա ChatGPT-ից հարցնենք այս մասը, էլի։ Так, ChatGPT ջան, մեծ քուր, այս ուղղակի տենց եմ ասում, որ ապստամբելուց ինձ չսոտկացնի մի անգամից։ Կարող ես հայերեն թարգմանել անգլերեն compatriot բառը։ The Armenian word for compatriot is հայրենակից։ Այս հաճելի սփյուռքայ աղջիկը պետք է ապստամբի, արա, ինչ է։ Դες արդեն ուղեղդ կերել է, դու պատկերացնում ես իրան Փաթիլ անունով Բոստոնում մեծացած սիրունիկ սփյուռքայ աղջիկ, ում հետ կարելի է principi citizen-ի համար ամուսնանալ, բայց չէ, զգուշ է պետք լինել։ Վերադառնանք մեր թեմային։ Թրամփը էլի շարունակում է անընդհատ հիշացնել, որ մեզ ինչ որ լավություն արել։ In about 1 hour we settled. 32 տարի կրվել են, ու մենք մի ժամում այդ հարցը լուծեցինք։ Հիմա արդեն սիրում են իրար, չէ՞։ Արա հերիքա քտնեիցս այդ խաղաղությունը հանես, հասկացանք, մի անգամ օգնել ես խաղաղություն, բերել, առայժմ նախաստորագրել ու գնաց, ոնց որ Հրաչյան Ներսիսյանն լինի Թրամփը, որը մի անգամ տժվժիկ ապատիվ տվել, Նիկոլի դեմը տվել է տժվժիկ ու դրանից հետո ամեն հանդիպում հիշում ես այդ տժվժիկ։ Բարեկամ գայել տանում է քեզ Սևան մի անգամ 97 բերում է Եգիպտոսի նախագահին է բերում, ասում է Եգիպտոսի Ալսիսի մեր հայկական ասացվածքը, բա իմացա տժվժիկ է պատիվ։ հայկական ասացվածքը ասում է լավություն արա, քցի ջուրը ոչ թե լավություն արա ու 15 անգամ օրվա մեջ հիշացրու։ Հենց որ շո։ Մի հատ ձերք սեղմեք։ Մի հատ էլ ձերք սեղմեք իրար ու պրծ։ Տնաս ինչ ասում է կանջին։ Ասում է the other guy ջան, հասկացանք WhatsApp-ից համար ունես։ Ես օրը 60 հատ կատուների վիդեո ուղարկում։ Մնացեք մեզ հետ։ Ձմռանը պատրաստվելիս Դոմոսը կարող է դառնալ ձեր լավագույն ընկերը։ Դոմոսում առկա է ամեն ինչ տան ջերուցումը ապահովելու համար։ Կաթսայից միջև մարտկոցներ, մանր դետալներից միջև թերմոստատ։ Իսկ խողովակ կա։ Չամաչեցիր ասի, ամեն ինչ կա։ Բոլոր գնումները մեկ վայրից։ Տան ջերմությունը սկսում է Դոմոսից։ Վեդի ալկոն կարելի է վայելել ոչ միայն խմելով, այլ նաև այցելելով։ Գործարանում գործում են հետաքրքիր տուրեր, որտեղ կարելի է գալ եւ սեփական աչքերով տեսնել ինչպես է ստեղծվում գինին։ Դրա համար ընդհանրապես պետք է գնալ Pushkin 15A իրենց խանութ սրահ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Համեցեք գործարան, տեսեք ինչպես է ստեղծվում գինին աչքերով եւ փորձեք այն շուրթերով։ Այսքանն էր Swing Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեո բոցը։ Բարձրագույն տեխնոլոգիաների մեր դարաշրջանում ճարիքներից մեկը դարձել է այն, որ ցանկացած մարդ այլևս կարող է կարծիք հայտնել։ These two get along, finally get along. Yeah, shake hands and hug.
Արա, այդ ոնց որ այն վատ քերն էլի, որ փոքր ժամանակ Sega Mega Drive-ը նվիրել, ասենք 10 տարեկանում ու հիմա ասես գալիս ասում է հիշում ես որ 10 տարեկան էր քեզ։ Բայց եթե քերին նվիրեր Sega, ուրեմն գլխից տեղ կունենար։ Իմ գլխին էլ կարար հիշացնել։ Բայց քերս այնքան կուլտուրա ունի, որ չի հիշացում րոպեն մեկ, որ իր Mortal Kombat-ով Sega-ն։ Տրամպը իսկա դաժե եթե մահանա, մի օր մահանալու է, էլի Տրամպը, ասես իր օրվականը տենց քայլելու է մեր կառավարության շենքով, չգիտեմ ով է վարչապետ։ Հիշում Ահա Տրամպի տապանը քայլա գերին he solved the conflict. Man, 1 hour, took us 1 hour. Վայ, Տրամպ, ափսոս, կստացի, հա, մարդիկ կոմենտներում գրում են, որ լրիվ սերիալ է, էլի Ամերիկայում Տրամպը, ափսոս մեմը ցած քիչ մենակ տենց Հայաստանի դոզաներն է, թե չէ, հա, էլի կարելի է ցենց շաբաթը մի հատ առանձին հաղորդում զոտ Տրամպի վրա անել։ Եթե կարծում եք, որ մեր հաղորդումը ձեզ օգուտ է տալիս, կարող եք աջակցել մեզ միանալով Patreon-ին եւ ամիսը $3 մենք կլինենք ձեր գլխից անպակաս։